Մենք առաջին անգամ մեր անկախության պատմության մեջ ունենք խաղաղություն։ Նախորդ շրջանում երբեք չենք ունեցել խաղաղություն եւ այս փաստն ապացուցվում է նրանով, որ 2025-ն առաջին օրացուցային տարին է, որ Ադրբեջանի հետ փոխհրաձգության հետևանքով չենք ունեցել զոհեր։ Գործնականում մենք զոհեր եւ վիրավորներ չենք ունեցել 2024 թվականի մարտից։ Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում։ Անդրադառնալով ընդդիմադիր դաշտից արվող պնդումներին ու խաղաղության մասին հայտարարություններին, Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ խաղաղության համաձայնագիրը նախաստորագրված է, իսկ իրականում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ամրագրված խաղաղությունը դե յուրե ամրագրում ունի եւ դա սահմանազատման հանձնաժողովների կողմից վավերացված համատեղ գործունեության կանոնակարգի հաստատումն է ու դրա վավերացումը, որը տվել է փաստաթղթին իրավաբանական ուժ։ Եվ ուրեմն եկել է ժամանակը, գալիս է ժամանակը եւ այդ ժամանակը 2026 թվականի հունիսի 7-ն է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին տեր կանգնի իր խաղաղությանը, ասել է վարչապետը։ Պատերազմի եռագլուխ Քոչարյան Կարապետյան Ծառուկյան կուսակցությունը փորձում է համոզել, թե 2024-2025 թվականից առաջ մենք ունեցել ենք խաղաղություն, նաեւ 2018 թվականից առաջ։ Իհարկե սպնդումը ցինիկ սուտ է, հենց թեկուզ այն փաստի բերումով, որ ընդհանրապես անկախությունից ի վեր եւ 1994 թվականի հրադադարից հետո էլ մենք ամեն տարի ունեցել ենք զոհեր եւ վիրավորներ Ադրբեջանի հետ փոխհրաձգության արդյունքում։ Ընդ որում զոհերը հարյուրավոր են, վիրավորների թիվը էականորեն ավելի մեծ է։ Եվ սա թերևս նրանց պատկերացումն է խաղաղության մասին, որ ամեն տարի շարունակաբար մենք ունենանք զոհեր եւ մեր պատկերացումը հակառակն է, որ խաղաղություն նշանակում է զոհերի եւ վիրավորների բացակայություն եւ խաղաղություն նշանակում է ընդհանրապես որևէ լարվածության բացակայություն։ Նախորդող շրջանում մենք ըստ էության անընդհատ ունեցել ենք գործնականում կարելի է ասել ամենօրյա ռեժիմով ունեցել ենք փոխհրաձգություններ։ Եղել են անընդհատ բարեբերաբար դիպուկահարների մարտեր, դիպուկահարների մինի պատերազմներ, բայց այստեղ շատ կարևոր է արձանագրել նաև հետևյալը, որ ըստ էության այդ իրավիճակը եւ մեծ պատերազմի հետ հարաբերությունները ինչ են եղել եւ ինչ են նշանակել։ Եվ հետեւաբար իմ ասածը այն է, որ մենք նախորդող շրջանում երբեք չենք ունեցել խաղաղություն, այլ ունեցել ենք պատերազմի հետաձգում։ Չենք ունեցել խաղաղություն, ունեցել ենք պատերազմի հետաձգում։ Եվ կարևոր է արձանագրել նաեւ, թե այնուամենայնիվ ինչպես եւ ինչի հաշվին է եղել պատերազմի հետաձգումը, որովհետեւ դա էլ ըստ էության գին է ունեցել, որով մենք վճարել ենք։ Իսկ պատերազմի հետաձգման համար մենք վճարել ենք Հայաստանի անկախությունով, ինքնիշխանությունով, պետականությունով, Հայաստանի քաղաքացիների բարեկեցությամբ եւ տնտեսական զարգացմամբ։ Եվ նաեւ սա է պետք արձանագրել, որ նաեւ այդ վճարամիջոցը, պատկերավոր ասած, նույնիսկ այդ վճարամիջոցը եւ այդ վճարամիջոցը սպառվել է արդեն 2016 թվականին, երբ որ տեղի է ունեցել 4-օրյա պատերազմը եւ ոչ միայն տեղի ունեցել 4-օրյա պատերազմը, այլև բանակցային սեղանին դրվել է բոլորովին այլ տրամաբանություն, որը հոդս է ցնդեցրել Ղարաբաղի հարցի կարգավորման հայկական կողմի բոլոր պատկերացումները։ Նրանք, ովքեր կփորձեն վիճարկել այս պնդումը, ես հղում կանեմ արդեն իսկ հրապարակված եւ հայտնի բոլորին եւ բոլորին հայտնի Սերժ Սարգսյանի 2016 թվականի օգոստոսի արդեն իսկ հայտնի նամակի մասին։ Եվ ուրեմն մենք բազում
զոհերի եւ զոհողությունների գնով հասել ենք ոչ թե պատերազմի հետաձգման, մենք հասել ենք խաղաղության։ Մեր խոնարհումը մեր բոլոր ընկած եղբայրներին մենք հասել ենք խաղաղության։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներքին ընտրությունների երկու փուլերն ավարտված ու ամփոփված են։ Սահմանված ժամկետում քվեարկության արդյունքների բողոքարկման դիմումներ չեն ստացվել։ Այս մասին սոցցանցի էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել կուսակցական ընկերներին կրկին վստահության քվե տալու եւ վարչապետի թեկնածու լինելու պատվին արժանացնելու համար։ Նիկոլ Փաշինյանը նաև շնորհակալություն է հայտնել հաշվիչ հանձնաժողովի բոլոր անդամներին, հանձնաժողովի նախագահ Հակոբ Աշակյանի գլխավորությամբ փակ գաղտնի քվեարկության երկու փուլերը բարձր մակարդակով եւ ըստ էության անթերի կազմակերպելու համար, նաև ԿՊ վարչությանը կուսակցության քաղաքական ավանդույթներին հավատարիմ մնալու եւ Հայաստանի Հանրապետությունում նոր քաղաքական ստանդարտ սահմանելու համար։ Նախորդին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այլ պաշտոնատար անձինք եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամներ քայլել էին Երևանի Սուրբ Աննա եկեղեցի մասնակցելու ծաղկազարդի պատարագին։ Պատարագի ընթացքում ներկաներից մեկը փորձել էր հարվածել վարչապետին, սակայն անվտանգության աշխատակիցները կանխել էին միջադեպը։ Ոստիկանության ծառայողները խուլիգանության եւ պաշտոնական անձի օրինական ծառայողական եւ քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալել են 3 անձի, նրանք ներկայացվել են նախաքննական մարմին։ Ձերբակալվածներից երկուսը երկվորյակ եղբայրներ են՝ Դավիթ եւ Միքայել Մինասյանները։ Կա 3 ձերբակալված, այսօր փաստաբանը լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է, որ այս պահի դրությամբ նրանց դեռ մեղադրանք չի առաջադրվել։ Հույս ունեմ, որ ի վերջո չենք հասնելու մենք դրան։ 72 ժամով երեխաները ձերբակալված են։ Հույս ունեմ, որ երեխեքին մեղադրանք չեն առաջադրելու։ Ինչի համար հոդվածները հիմա չեմ մեկնաբանում եւ ինչ որ քայլ առաջ չեմ գնում, որովհետեւ դեռևս չունենք մեղադրանք։ Երեխեքը ընդամենը կասկածյալի կարգավիճակ ունեն, ձերբակալվածի կարգավիճակ ունեն, մեղադրյալի կարգավիճակ չունեն։ Աստված մի արասցե, եթե երեխաներին մեղադրանքներ առաջադրվի, բնականաբար ամբողջ մանրամասնությամբ հանդես են գալու եւ հանրայնացնել են այն ամենը, ինչը որ արդեն մեր ձեռքի տակ կլինի։ Տեղեկություն ստացանք, որ գիշերը շտապօգնության մեքենա է գնացել ԶՊՎ, ինչ խնդիր կա տղաների հետ կապված։ Մենք արդեն ասացինք, որ երեխեքը որոշակի բավականին բարդ ավելի ճիշտ առողջական խնդիրներ ունեն։ Շտաբօգնությունը հրավիրվել է, որտեղ մասնավորապես Դավիթը ունեցել էր գլխացավեր, Դավիթը Երևանից ուներ ուժեղ գլխացավեր եւ աչքերը ամբողջությամբ այլուն էր լցված։ Հիմա արդեն հարցում ենք արել, պատասխանը դեռևս չենք ստացել, իրենց հետ զրույցից արդեն իսկ տեղյակ ենք, որ վատ ա եղել, բայց պատասխանը դեռևս չենք ստացել, դրա համար կոնկրետ չեմ կարող ասել, ինչ կարգի բուժօգնություն են ցուցաբերել։ Իսկ տղաները հարցաքննվել են, պատմել են։ Տղաներին փորձել են հարցաքննել, երեք հրաժարվել ենք ցուցմունքներ տալուց։ Ես անձամբ այնտեղ եմ եղել, երևի թե խնդրում եմ, ասում եմ, լավ, ուր եք տանում երեխեքին։ Ինձ ոստիկաններից մեկ ասում եմ, ես փաստաբան եմ։ Ուր եք տանում երեխեքին, ինձ ասում է պայմանագիրը ցույց տուր, որ ասեմ ուր ենք տանում։ Այն ինչը որ տեսել եմ երեք, այն որ սենց ժամանակ առ ժամանակ զարմանքդ պետքա սենց մի հատ թարմացնել։ Երեխեքին լրիվ սենց կռացրած տանել, գետնին տապալելով, այդ ձևով ոստիկանությունից տանել, հասցնել քնչական բաժին, այսինքն որ երեխան ասեն կանգնած մոտեցի էլի ձեռնաշղթաներով չէր լինելու։ Եվ բռնության զաններ նկատել եք, Չէ, չի կիրառվել, մենք անձամբ հարցրել ենք, երեխեքը ասեցին, որ իրենց նկատմամբ բացի բերման ենթարկելուց, ինչ ձևով որ մեզ կոպիտ բերման են ենթարկել, իրենք բռնության չեն ենթարկել։ Կատարվածին եւ ընդդիմադիրների հայտարարություններին այսօր արձագանքել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը։ Արայիկ Հարությունյանը Facebook-յան ուղիղ եթերում կատարվածը որակել է աղանդ, նրանց աղանդի խմբակ, որոնք որոշում են ով պետք է մտնի եկեղեցի եւ արդյոք իրենց հաճելի է թե ոչ։ Ուրեմն մետադիչկայով գրում է հետեւյալը. Դե վարչապետ Փաշինյանը չգիտեր, որ շատ մարդիկ կան հավաքված եւ հնարավոր են սադրանքներ։ Ինչ է ստացվում։ Ստացվում է, որ Կտրիչ Ներսիսյանը եկեղեցին վերածել է քաղաքականության մեջ մերժվածների աղանդի, որոնք ուրեմն տոնորերին կամ պատարակներին հավաքվում են եկեղեցիներում եւ ուրեմն թույլ չեն տալիս կամ փորձում են թույլ չտալ իրենց կողմից ոչ հաճո մարդկանց մուտքը եկեղեցի կամ փորձում են սադրել։ Սա ոչ
այլ ինչ է, քան աղանդի վերածված մի խմբակ Կտրիչ Ներսիսյանի գլխավորությամբ, որ իրանք են որոշում, դա եկեղեցի ով պետքա մտնի, ով չպետքա մտնի, իրենց հաճելի մարդիկ այնտեղ պետք է լինեն, թե չէ։ Ես կարծում եմ, որ այս կրոնը երբ որ ստեղծվել է ի սկզբանե չի ունեցել նման սկզբունքներ, նման կանոններ եւ նման մտադրություններ եւ հետեւաբար սա աղանդ է, որը պետք է մերժվի Կտրիչ Ներսիսյանի գլխավորությամբ եւ Կտրիչ Ներսիսյանը պետք է հեռանա։ Իրանի արտգործնախարար Նիքսի միկրոբլոգում Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին հայերենով շնորհակալություն է հայտնել։ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ ժողովրդի աջակցությունը Իրանի ժողովրդին իրանցիների տեղափոխման եւ մարդասիրական օգնության հարցերում մեծ գնահատանքի է արժանի։ Իրանի եւ Հայաստանի դարավոր կապը դժվարին պահին կրկին ցույց տվեց իր ամրությունը եւ եղբայրական այս քայլերը կմնան Իրանի ժողովրդի հիշողության մեջ, գրել է Աբբաս Արաղչին։ Հայաստանի ամերիկյան համալսարանը հայտարարություն է տարածել տեղեկացնելով, որ ելնելով անվտանգության նկատառումներից դասերը կանցկացվեն առցանց։ Խնդրում ենք գիտություն ընդունել, որ ելնելով անվտանգության նկատառումներից եւ հաշվի առնելով Արևմտյան Ասիայի եւ Մերձավոր Արևելքի ամերիկյան համալսարանների թիրախավորման վերաբերյալ Իրանի կողմից հնչեցված սպառնալիքները, երկուշաբթի դասերը կանցկացվեն առցանց։ Նշենք, որ սա պարզապես նախազգուշական միջոցառում է։ Համալսարանն ուշադիր հետևում է իրավիճակին եւ կտեղեկացնի ժամանակացույցի կամ ուսուցման ձևաչափի ցանկացած փոփոխության մասին։ Ցանկանում ենք ընդգծել, որ մեր համալսարանի նկատմամբ որևէ ուղղակի սպառնալիք չի արձանագրվել եւ արկա չեն հիմքեր համալսարանի վտանգի մեջ գտնվելու վերաբերյալ։ Ուստի խոճապի պատճառ չկա։ Խնդրում ենք պարբերաբար ստուգել ձեր էլեկտրոնային փոստերն ու վերջին թարմացումների համար հիմնվել բացառապես համալսարանի պաշտոնական հաղորդագրությունների վրա, նշվում է հայտարարության մեջ։ Եկեղեցու միջադեպի գործով անցնող երկու անձի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքն ու գրավը։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։ Ավելի վաղ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 3 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել։ Հիշեցնենք, մարտի 29-ին ներկուսակցական քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կուսակիցների հետ շրջել է կենտրոն վարչական շրջանում, այնուհետև Սուրբ Աննա եկեղեցում մասնակցել պատարագին։ Երբ վարչապետը դուրս է եկել եկեղեցուց, մի քանի քաղաքացու մասնակցությամբ միջադեպ է գրանցվել։ Նրանցից մեկը փորձել է թիկունքից հարվածել Նիկոլ Փաշինյանին։ Վարչապետը բոլորին հանդարտեցրել եւ հորդորել էր մնալ տեղում։ 3 եղբայրների բնակարանում խուզարկություններ իրականացվել, փաստաբանի խոսքով քննիչները հեռացել են դատարկաձեռն, տան ամեն անկյուն խուզարկել են, բայց որևէ թուղթ, պլան, գծակիր չեն գտել, որովհետև չի եղել։ Փաստաբան առավոտյան լրագրողների հետ զրույցում նշել էր, որ տղաներն ունեն առողջական խնդիրներ, որոնք անհամատեղելի են անազատության հետ։ Գևորգ Գևորգյանի նկատմամբ էլ կիրառվել է 5 միլիոն դրամ գրավ։ Նա լրագրողների հետ զրույցում մանրամասներ է հայտնել։ Համաձայն որոշման փնտրում էին ուրեմն վարչապետի քաղաքական գործունեությանը միջամտելուն ուղղված բռնության եւ խուլիգանության Գևորգ Գևորգյանի կողմից կազմակերպված, այս գործողությանը իրենց պայմանավորվածությունը հաստատող ինչ որ փաստ էր։ Դա նաեւ դրա նախագծման եւ իրականացման վերաբերյալ ինչ նախագիծ, պլան, այսպիսի բաներ։ Բնականաբար իրենք ուղղակի հանդիպեցին, ել եմ ասում, պատվոգրերի, գրքերի, լավ կներ տենց կարդային, իրենց էլ էր դա պետք լինելու, կարծում եմ, գովասանագրերի, շնորհակալագրերի։ Երկուսն էլ ունեն առողջական խնդիրներ, այդ առողջական խնդիրները նոր չէր առաջացան, նոր չէր ծագեց, առողջական խնդիրները երեխաները ունեցել են, Դավիթը առավելապես, եւ այստեղ խնդիրը նրանուն է, որ Դավիթի առողջական խնդիրը ուղիղ հակասում է, ելի եմ ասում, կառավարության որոշմամբ սահմանված անազատության սահմանափակման, այսինքն կոնկրետ խոչընդոտ է։ Մի րոպե շուտ այդ երեխան պետքա գտնվեր ազատության մեջ։ Այն որ չի եղել հարված եւ ընդհանրապես հարվածի մասին չգիտեմ, այդ հարվածը ոնց հայտնվեց, ով սկսեց քննարկել, ինչ որ մեկնաբանում են, հարվածը հասավ, հարվածը չհասավ։ Այդտեղ հարվածի բան չկա, ինչ հարված։ Այնքան абսուրդի ժանրից է։ Իրականում խնդիրը այն է, որ ես նայել եմ Նիկոլի աչքերի մեջ եւ ըստ երևույթի դա արդեն վախ է բերել։ Գիտեք, ես կազմակերպել եմ եւ պլանավորել եմ քաղաքի, յուղերի, Արցախի ազատագրումները։
Ես երբ որ մի բան պլանավորում կազմակերպում էի, դա ազատագրում էր։ Այնտեղ որտեղ իրենք այսօր աշխատում են, որտեղի համարվում են պատասխանատուները երկրի, այդ երկրի ազատագրման գործում են եղել։ Այլ ոչ թե sense նման բաներում ես կարող պլանավորեի առավելևս sense երիտասարդներով։ Եվ նայելով ենթադրենք, գիտեք, ասում են ինձ ներկայացնում են, որ ինչ որ իմ աչքերն են տենց առանձնացրել իմ հայացքները, այսինքն եթե իմ հայացքից ինքը տենց լուրջ վախեր է ունենում, դա շատ ավելի վատ իրավիճակում ենք մենք, քան կարելի է պատկերացնել։ Կարգավիճակը մեղադրել։ Միջոց ինչա ընտրվել։ Գրավ։ Ինչքան։ 5 միլիոն։ Քանի օր ժամանակ ունեք։ 3 օր։ Սկզբում 10 օր, հետո 5 Դուք դարձրեցի։ կադրերում երևում է, որ դուք այնտեղ կանգնած եք մի քիչ ներքև։ Ես առաջ էի։ Հա, մի քիչ առաջ եք կանգնած։ Հիմա ինչ են ասում, ինչ գործողություններ եք արել։ Գործողությունները հետո, որ իրենք հասկացում են, որ ես իբր կազմակերպել եմ եւ հետո դաշնացնելիցո, հա, պաշտոնատար անձին, այսինքն երբ որ տեսել եմ ինչ որ հարվածում են երիտասարդին, ձեռքից բռնել եմ, ասել եմ դուրս եկեք, եկեղեցում sense բաներ չեն անում։ Ու եթե կա Հայաստանի Հանրապետություն մի հայ կամ առավել եւս քրիստոնյա, ով Սուրբ Պատարագի ժամանակ ծաղկազարդի օրը թույլ է տալիս, որ ինչ որ մեկը մյուսին երիտասարդի 10 տարեկան երեխու հարվածեն, ու ինքը ձեռքից չի վերցնում ու չի ասում դուրս եկեք ստեղից, ինքը ոչ հայ է, ոչ էլ առավել եւս քրիստոնյա։ Դուք դա եք արել։ Այո։ Եվ դրա հետ միասին իբր ըստ իրենց կազմակերպել եմ այդ ամենը։ Երեխաներին, այդ տղաներին չեք ճանաչում։ Իհարկե չէ։ Եկեղեցում տենց եկեղեցու տենց ոնց որ հոգևոր այդ հոտը որ գալիս են հավատավոր մարդիկ տենց են ճանաչում դեմքով ոչ ես անունները գիտեմ նույնիսկ ոչինչ։ Հայաստան-Իրան սահմանը խաղաղության սահման է, հետևաբար այդ տեսանկյունից ունի կենսական նշանակություն։ Armenpress-ի հետ բացառիկ զրույցում Խալիլ Շիրխոլամին այդ կերպ է գնահատել պետական սահմանի նշանակությունը հատկապես վերջին օրերին Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների ֆոնին։ Անձամբ հանգստյան օրերին եղել եմ սահմանային անցակետում եւ իրանական կողմում հանդիպումներ եմ ունեցել սահմանային անվտանգային ու մաքսային կառույցների ղեկավարների հետ։ Քննարկել ենք բազմաթիվ հարցեր, ընդ որում անդրադարձել ենք ոչ միայն ներկա իրավիճակային խնդիրներին, այլև ընդհանուր առանցքային հարցերին, որոնք առնչվում են ցամաքային սահմանի հետ կապված որոշակի մարտահրավերներին։ Հայկական կողմն իր հերթին բարձրաձայնել էր մի քանի մտահոգություններ կապված նույն մարտահրավերների հետ, հետևաբար քննարկել ենք նաև այդ հարցերը։ Վստահ ենք, որ լուրջ խնդիրներ չկան եւ բոլոր հարցերը կլուծվեն, նշել է դիվանագետը։ Դեսպանը հավաստիացրել է, որ պարբերաբար խոսում է սահմանային ծառայության աշխատակիցների հետ եւ հավելել, որ այս ընթացքում որևէ արտառոց դեպք չի գրանցվել։ Սահմանին խառնաշփոթ վիճակ կամ կուտակումներ չկան։ Վերջին օրերին Իրանից Հայաստան եկող բեռնատարների հոսքը նվազել է, բայց դա պայմանավորված է իրանական Նովրուզով։ Մարդիկ իրենց ընտանիքներով նշում են ազգային տոնը, վստահեցրել է Շիրխոլամին։ Դիվանագետը հայտնել է, որ հանդիպել է նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ ունենալով արդյունավետ քննարկում թե մարզի, թե անցակետի հետ կապված հարցերի վերաբերյալ։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել։ Վիճակագրություն է ներկայացվել մի շարք հարցերի թվում քննարկվել է նաև չգրանցված աշխատավարձերի հարցը, ինչի պատճառով շատ քաղաքացիներ չեն կարողանում օգտվել առողջապահական ապահովագրությունից։ Նախարար Արսեն Թորոսյանն արձանագրել է, որ դա աշխատողների իրավունքի ոտնահարում է, անգամ իրեն են մոտեցել եւ տեղեկացրել խնդրի մասին։ Աշխատավարձերի թեման շատ ցավոտ հարց է, որովհետեւ մինչեւ հիմա մենք ունենք թեր հայտարարագրված աշխատավարձեր, թեև եւ վարչարարությամբ եւ այլ գործիքներով պայքարում ենք դրա դեմ, բայց ինձ այն օրը Երևանում քայլում ենք, էլի մի քաղաքացի մոտեցավ, էլի հիմա չեմ ուզում սև PR-ով զբաղվել, բայց իհարկե մենք այդ բանով մեր խողովակներով այդ ամեն ինչով կզբաղվենք, բայց մի շատ հայտնի կազմակերպության, այնց որ անխտիր բոլորդ գիտեք, ասեց մինիմալ են գրանցում, դրանից ավել չեն գրանցում։ Ես էլ ուզում եմ եկամտային հարկի վերադարձից օգտվեմ, չեմ կարողանում օգտվել։ Հիմա այստեղ երկկողմանի է, այսինքն քաղաքացին լավ է որ պահանջում է ու ըստ էության լուծումը դրանով է լինելու ավելի շատ, քան թե ամեն կոնկրետ տնտեսվարողի մոտ մի հարկային տեսուչ կանգնացնելը, բայց այս էլ է մի խնդիր, որը ըստ էության աշխատանքային իրավունքների ոտնահարում է քաղաքացիների եւ այլ պետական ծրագրերից
օգտվելու խնդրեմ առաջացնում իրանց մոտ։ Հիմա օրինակ նույն առողջության ապահովագրությունը 201,000-ի դեպքում աշխատում է, 150,000-ի դեպքում կամ նույնիսկ բարձր մինիմալի դեպքում է չի աշխատում։ Մյուս տարվանից իհարկե կաշխատի, բայց էլի այնտեղ էլ եկամտային հարկի թաքցնելու խնդիր կա, այսինքն մենք մինչև հիմա ունենք այս խնդիրը, դրա համար եթե մենք օրինակ վերցնենք այդ թվերը մենակ տանք, դա էլ է խնդրեմ։ Ու միանգամից մի խնդրի մասին ասեմ։ Երբ որ գալիս են գործատուները մեր մոտ աշխատատեղը գրանցելու, աշխատատեղը միշտ չի որ իրանք հայտարարագրում են իրական աշխատավարձը, ու երբ որ մենք դա առաջարկում ենք, հա, մենք ոչ չենք կարող ասենք, գիտես, այսքան գրանցված ա լինելու քո աշխատավարձը, մի 100,000 էլ ավել կտա։ Ու առաջարկում ենք այդ աշխատը, մարդը ասում է, դե այդքանով ես չեմ կարող ապրեմ կամ ես արդեն այդքան ստանում եմ, ինձ ավելին ա պետք։ Ու ոնց որ process-ը դրանից հետո չի գնում։ Մարդը միանգամից պատի առաջ է կանգնում, դրա համար ընդհանուր մեր տնտեսական քաղաքականությունների եւ ֆիսկալ հարկաբյուջետային այդ քաղաքականության շրջանակներում պետք է աստիճանաբար մենք տեսնում ենք, որ բարձրանում է իհարկե եւ միջինը եւ մեդիանը եւ այդ միգրացիան, հա, դուք տեսաք ցածր աշխատավարձ ստացողների միգրացիան դեպի բարձր աշխատավարձ ստացողները 150,000-ից ցածրից 150,000-ից բարձր, բայց միևնույն այդ խնդիրը կա։ Իսկն այդտեղ վիճակագրության մաքրության հարցեր են ունենալու։ Այսօրվանից վերսկսվում են Կապան-Երևան-Կապան թռիչքները։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարն է սոցցանցի էջում գրել։ Դավիթ Խուդայթյանի տեղեկացմամբ թռիչքները լինելու են շաբաթը 5 օր հաջողականությամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան։ Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում Նիկոլ Փաշինյանին դիմավորել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։ Արդեն կայացել է Փաշինյան-Պուտին հանդիպումը, մանրամասներ դեռ հայտնի չեն։ Հայաստանի արտգործնախարարությունն արձագանքել է Բաքվի մեղադրանքներին։ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն էր տարածել կեղծ մեղադրանքներ ներկայացնելով, թե իբր 1918-ին հայկական խմբավորումները ցեղասպանություն են իրականացրել ադրբեջանցիների նկատմամբ։ Արտգործնախարարության մամուլի խոսնակը մեկնաբանել է հայտարարությունը Armenpress-ի հարցմանի պատասխան։ Հուսով ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը ոչ միայն կծառայի երկու պետությունների եւ հասարակությունների միջև կայուն խաղաղ համակեցության եւ բարիդրացիական հարաբերությունների ձևավորմանը, այլև վերջ կդնի մտածածին թեզերի գոյության ու կբացառի ատելության խոսքը։ Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներն այս մասին նաեւ պայմանավորվածություն են ձեռք բերել Վաշինգտոնում, որտեղ 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված հռչակագրի 5-րդ կետում հստակ խոսվում է երկու ժողովուրդների միջև թշնամանքի էջը փակելու եւ մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո երկու ժողովուրդների համար բարիդրացիական հարաբերություններ սկսելու հնարավորության մասին, նշել է խոսնակը։ Մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի մասնակից եղբայրներից մեկը 18-ամյա Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել է։ Կեսօրին դատարանը դատավոր մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ հրապարակել է կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը։ Հիշեցնենք, մարտի 29-ին ներկուսակցական քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կուսակիցների հետ շրջել է կենտրոն վարչական շրջանում, այնուհետև Սուրբ Աննա եկեղեցում մասնակցել պատարագի։ Երբ վարչապետը դուրս է եկել եկեղեցուց, մի քանի քաղաքացու մասնակցությամբ միջադեպ է գրանցվել։ Նրանցից մեկը փորձել է թիկունքից հարվածել Փաշինյանին։ Վարչապետը բոլորին հանդարտեցրել եւ հորդորել է մնալ տեղում։ Նշենք, որ Դավիթ Մինասյանն իր երկվորյակ եղբոր Միքայել Մինասյանի հետ ձերբակալվել է միջադեպից հետո։ Գևորգ Գևորգյանի եւ Միքայել Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքն ու գրավը։ Դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում փաստաբան Արմեն Մելքոնյանն ասել է, որ դատարանը ոչ մի բան հաշվի չի առել։ Հոդվածը նախատեսում է 2-ից 5 տարի, ոչ մի հիմնավորում չկա։ Առավոտյան նորից խոզարկություն են իրականացրել Մինասյանների բնակարանում, ոչինչ չեն հայտնաբերել։ Գտնում են, որ 12-րդ դասարանի աշակերտը պիտի կալանքի տակ գտնվի, բայց մի շարք առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող մարդիկ կարան վարչական հսկողության տակ գտնվեն տնային կալանք։ Ոչ մի բան հաշվի չառավ, ոչ մի բան, ոչինչ չի հաշվի առնվել։ Կալանքի տակ մնալ։ Դե առանձին թեմայա դրա շուրջ միջնորդություններ համապատասխան կանենք, այո։
5 տարի, 2-ից 5 տարի է մյոսված։ Ժողովուրդ, սա իրականության հետ, այս մեղադրանքների հետ մի վարքան ընդհանրապես աղերս չունի։ Մենք հիմա մի process-ի մեջ ենք, որը ըստ ինձ շատ վատ է եւ սա լավ տեղ չի տանելու մեր երկրին ու բոլորիս։ Դավիթը 12-րդ դասարանի աշակերտ է, որևէ քաղաքական գործունեությամբ չի զբաղվել եւ չի զբաղվում, եւ փառահեղ աշակերտ է։ Ամբողջ դպրոցը հպարտացել է Դավիթով, կարծում եմ հլա առիթ կունենանք մենք ազգովի Դավիթով եւ նրա եղբորով հպարտանալու։ Այո, իհարկե, հիմա տեսեք, Դավիթին այսօր զրկեցին դպրոցն ավարտելու, միջնակարգն ավարտելու հնարավորությունից։ 2 ամիս հետո վերջի զանգալնելու բոլորի համար Դավիթի համար չի լինելու։ Ում խղճին է մնացել սա։ Չունեմ ասելու, լավ, ժողովուրդ, ես էլ եմ բանալած։ Հաների հեռախոսն է արգրավել էլ։ Բանի Միքայելի հեռախոսը կորել է այդ քաշքշուկի ժամանակ մենք հենց դրա վերաբերյալ հաղորդում էլ պետք է տանք, թե ուր է Միքայելի հեռախոսը։ Չգիտենք ուր է։ Չէ, դեռևս չի եկել։ Ֆիկնազորի անդամը, Երկու անց հարցաքննվել են, այո։ Գալստյան մեկինը Վանյան ազգանուններով։ Թիկնազորի աշխատակիցներ են, նորմալ ցուցմունք էին տվել, կարծում եմ, ինչ որ այդ պահին մեզ ներկայացվեց, եթե այդ մի հատնա։ ասել եք հարվածել եք թե չէ ներկայացնել, հա։ Ինչ անենք։ Հարվածող թիկնապահի դեմ չեք ներկայացնում պատասխանը։ Ես հիմա չեմ ուզում մեր մարտավարությունը բացեմ, ամեն ինչ արվելու է, բան չենք թողելու, հավաքվել ենք մեր ընկերներով եւ ամեն ինչ անելու ենք այս անարդարության դեմ պայքարելու համար։ Կարծում եմ առաջ Աստված չի թողի, որ ծաղկազարդի օրը աշակերտներ ձերբակալվեն ու տենց մնա։ Այդ օրը ինչ խորհուրդ ուներ։ Հիսուսը գնաց երեխեքին ընդառաջ, մենք ինչի գնացինք, մենք ինչ արեցինք։ Ռուսաստանյան այցը վարչապետը գնահատում է շատ հաջող։ Կառավարության ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ մի շարք ուղղություններով ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ։ Գործնականում օրակարգի բոլոր ուղղություններով են ձեռք բերվել կոնկրետ պայմանավորվածություններ, մշակույթից սկսած ռազմատեխնիկական գործակցությամբ ավարտված, ասել է վարչապետը։ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով գեներալների մասին իր հայտարարություններին նշել է, որ չի ասել գեներալները վախկոտ են, ասել է կան վախկոտ գեներալներ եւ դասալիքներ, եւ այո, նրանցից շատերը դատվում են, ասել է նա։ Ստացվում է, որ մենք իրական հերոսներին լղոզել ենք վերբալ հերոսների մեջ։ Այո, մենք եթե այդպես չլիներ, կամ այդ ինչ նորություն է, որ մի հատ էլ նորից բան են դարձրել, վիճարկման առարկա են դարձրել։ Այն որ մենք տասնյակ հազարով մարտական առաջադրանքը կատարելուց հրաժարված մարդիկ ունենք, այսինքն այդ էլ պետք է ումից ենք թաքցնում, ուզում եմ հասկանամ, ումից ենք թաքցնում։ Այն որ որևէ ժամանակ որևէ ստորաբաժանում ի տարբերություն 44-օրյա պատերազմի, ներողություն 4-օրյա պատերազմի զենքի ոչ մի պակաս չի ունեցել։ Այդ փաստը պետք է առերեսվենք, թե չէ։ Ոչ մեկը որևէ զենքի պակաս չի ունեցել։ Ես նախորդ անգամ էլ ասի 2023 թվականի իրադարձությունների ժամանակ անվտանգության խորհրդի նիստում քննարկում ա եղել եւ բնականաբար մենք տեղեկություններ ունեցել ենք, թե սեպտեմբերի դրությամբ Ղարաբաղի դիրապետության տակ ինչ զենք զինամթերք ա եղել եւ ինչ հատվածն ա մտել process-ի մեջ։ Չնչին աննկատ մասը եւ այս խոսույթին հակադրել զոհերի գործոնը կներեք այդքան է պրոֆեսիոնալ չի, ես բոլոր զոհերի առաջ ծնկի եմ գալիս եւ խոնարհվում եմ, բայց դա մեկը մյուսի հետ կապ չունի։ Նոյեմբերի 5-ին գիտեք ինչ, այդ խոսույթները, գիտեք, մարդիկ թող իրանց փախնելը, թող իրանց ճողոպրելը չկապեն իմ հրամանների հետ։ Ես նման հրամաններ չեմ տվել։ Մարդիկ ուզեցել են այդպիսի հրամաններ ստանան, ես այդպիսի հրամաններ երբեք չեմ տվել։ Այդ ով որ տենց բան ասում է, ինքը ճողոպրողների բանակիցը։ Ես ներողություն եմ խնդրում բոլոր այն մարդկանցից, ովքեր իրենց քաղաքացիական եւ զինվորական պարտքը մինչեւ վերջ կատարել են, երբեմն կարող է տպավորություն ստեղծվել, ոչ թե խոսակցության մեջ ստացվում է, որ թացը չորին խառնվում է։ Ես երբեք թացը չորին չեմ խառնում եւ մարդկանց եւ իրերը կոչում եմ իրենց անուններով։ Այո,
Մենք ունեցել ենք վախկոտ գեներալներ, կոռուպցիայի արդյունքում գեներալ դարձած մարդ ինչ պետք է լինի։ Ծառայության արդյունքում բանում դիրքերում բանի պահածոների բանկաները կախել են, իրանց դղյակները Երևանի կենտրոնում սարքել, չգիտեք։ Այսինքն ինչը բա դուք էլ ուզում եք մեր երեխեքին խաբենք եւ այդ մարդկանց, որոնք ոչ իրենց ֆիզիկական ֆորմայով կամ ընդհանրապես այդ զինվորականի տեսքա, փորները 3 մետրը դեմը գցած գեներալը ո՞րն է։ Այդ զինվորականի տեսքա ընդհանրապես։ Լուրջ եք ասում։ Այսինքն դասեք նախ սուրեմ էլի զինվորական ծառայություն ուրիշ բան է, զինվորական ծառայությունը պետք է ստանդարտ ունենա։ Զինվորականը պետք է ֆիզիկական պատրաստության որոշակի ստանդարտի համապատասխանի։ Բա որ հետո մարդկանց հետ բաներ են տեղի ունենում, ասում ենք ինչի են տեղի ունեցել։ Որտեղ մարդիկ կամ ֆիզիկապես, կամ հոգեբանորեն պատրաստ չեն դրան։ Պատրաստ չեն լինում։ Ես պնդում եմ, որ մենք ունեցել ենք եւ այսա ընթացքում կպարզվի մարդիկ եկել են Ղարաբաղից ստեղ բան են լնում, կներեք արտահայտությանց տղամարդամիշ են լնում, բայց բան են եղել 44 օրյա պատերազմի ժամանակ նրանց պատմությունները, որ ուսումնասիրում են, մեկը խոճապ տարածող ա եղել, մեկը դասալիք ա եղել, մեկը որդուն դիրքերից փախցնող ա եղել։ Այդ հիմա հեշտ է օպերայում գալ կանգնել դոշ ծեծել։ Կպարզվի, ում որ կպարզվի, հերթով անունները կտանք եւ կդատվեն այդ մարդիկ, Եվ ես հույս ունեմ, որ Հայաստանի դատական համակարգը այդ մարդկանց հետ կվարվի այնպես, որ իրանք որ կոչմանը արժանի են, գան այդ կոչմանը հարցնեն, այսինքն շարքային։ Նրանք պետք է այդ կոչումներից զրկվեն, որովհետեւ այդ ուսադիրները կրելու իրավունք չունեն։ Նիկոլ Փաշինյանը նաև արձագանքել է Սուրբ Աննա եկեղեցում կատարվածին, որով անցնում է 3 մեղադրյալ, մեկը կալանքի տակ է։ Վարչապետն ասել է, որ պետական պահպանության ծառայության աշխատողն այն բանի համար է, որ երբ կա իրավիճակ, ուժ գործադրի։ Ինքը բոլոր լիազորություններն ունի։ Եթե իրավիճակը սրվի, անհրաժեշտության պարագայում կարող է զենք գործադրել, ասել է Նիկոլ Փաշինյանը։ Ես նախ չեմ տեսել ինչա տեղ ունեցել, բայց ուզում եմ ասել, որ երբ որ պետական պահպանության ծառայության ծառայողը տեսնում է, որ իր պահպանյալին վտանգ է սպառնում, ինքը կարող է ուժ գործադրել, ինքը կարող է հարվածել, ինքը կարող է ուժ գործադրել, Աստված չանի սուր իրավիճակներում կարող է զենք գործադրել, այսինքն ձեզ համար պետական պահպանության ծառայության աշխատողը ինչ է ամենայն հարգանքով բոլոր մասնագիտությունների նկատմամբ։ Պետական պահպանության ծառայության աշխատողը նրա համար է, որ երբ որ կա իրավիճակ, ուժ գործադրի, ինքը բոլոր լիազորությունները ունի։ Իրավիճակը սրվի, անհրաժեշտության պարագայում կարող է զենք գործադրի։ Դա ձեզ համար նորություն է, բա հետո երբ որ այդ աշխատանքը չանի, այդ պետական պահպանության ծառայողի աշխատողի դեմ է քրեական գործ հարուցվելու, ինքը կարող է հայտնվի բանտում իր ծառայական պարտականությունները չկատարելու համար։ Եվ երբ որ որևէ մեկը գործողություն է անում, ինքը բեջ չունի, որ ինքը 18 տարեկան է կամ առողջական խնդիրներ ունի կամ չգիտեմ այլ կարգի խնդիրներ ունի, եւ ծառայությունը պետք է իրականացնի իր գործառույթները։ Եթե այդպես չլինի, այդ ծառայությունը անիմաստ կլինի, եւ երկրորդը ես չեմ հանդուրժի, որ Հայաստանի Հանրապետության որևէ ծառայություն իր պարտքը, իր ծառայությունը չկատարի։ Բացառված բան է, կլինի ոստիկանություն, կլինի պետական պահպանության ծառայություն, կլինի բանակ, կլինի ազգային անվտանգության ծառայություն։ Բա ինչ պետք է անել։ Այսինքն պետք է հրավիրեր սրճարան սուրճ խմելու։ Շնորհակալություն, հաջորդ հարցը։ Այսինքն ես ինչքան հասկանում եմ, այնց է հարվածել, որ տենց նույնիսկ մարմնական վնասվածքներ բան չեն ստացել։ Բայց ինքը լիազորություն կարող էր ցանկացած մարմնական վնասված ստանալ։ Բայց իր ծառայության իմաստն այն է, որ երբ որ կա հարցակում կամ հարցակման վտանգ, ինքը գործի։ Եվ ինքը պետք է դա իմ աշխատանքը չի գնահատել, պետական պահպանության ծառայության աշխատանքը, դա ընդհանրապես իմ աշխատանքը չի գնահատել հարցակումը հարցակում չի, պետքա գործել, պետքա չգործել,
Պետքա կրակել, պետքա չկրակել, պետքա վնասազերծել, պետքա դա իմ աշխատանքը չի։ Այդ ամբողջ ծառայության իմաստը եւ նպատակը եւ բովանդակությունը իրադրությունը գնահատել եւ իսկ իրադրության գործելն է։ Հաջորդ հարցը Շանթ Պարոն վարչապետ, Ռուսաստանը երեկվանից բենզինի արտահանման սահմանափակում է մտցրել, սա սպառնում է մեզ Հայաստանը։ Կներեք, Կուկուն որ որոշել էր, ասվել էր բարև ռոպ ու անցել էր մարդիկ։ Հետո տարել են զուգարանում սպանել են, տարբերություն չեք տեսնում, հա։ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Արմավիր քրեակատարողական հիմնարկ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով կալանավորված Դավիթ Մինասյանին տեսակցելու նպատակով։ Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել ազատությունից զրկված անձի հետ, նաև ուսումնասիրել նրա վերաբերյալ կազմված փաստաթղթերը։ Բարձրացված հարցերի մի մասը տեղում քննարկվել է։ Հատուկ ուշադրության կենտրոնում են եղել անձի կրթության իրավունքի ապահովման հետ կապված հարցերը։ Պաշտպանը վերահաստատում է դիրքորոշումն այն, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս անհրաժեշտ է խստորեն պահպանել դրա կիրառման իրավաչափությանը վերաբերելի չափանիշները, հաշվի առնելով եւ այն, որ կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է, մեղադրյալի փախուստը նրա կողմից հանցանք կատարելը կամ մեղադրյալի վրա դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար։ Անահիտ Մանասյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ եթե անվտանգության աշխատակցի կողմից կիրառված ուժի անհամաչափության հետ կապված խնդիրներ կան, պետք է դառնան քննության առարկա։ Ինքը բնականաբար գնահատական տվող չէ, որովհետև ինքը չէ քննություն իրականացնող մարմինը, բայց եթե կան կասկածներ եւ եթե կան մտահոգություններ միջադեպի ժամանակահատվածում ուժի կիրառման համաչափության հետ կապված, դա պետք է դառնա քննության առարկա, ինչպես միջադեպի մնացյալ բոլոր հնարավոր հանգամանքները, ասել է պաշտպանը։ Ինքը միջադեպը միանշանակ պետք է դառնա քննության առարկա, ընդ որում կապ չունի թե ում գործողությունների մասին է խոսքը, բնականաբար յուրաքանչյուրի գործողությունը պետք է դառնա քննության առարկա, եթե բնականաբար եթե անվտանգության աշխատակցի կողմից կիրառված ուժի համաչափության հետ կապված խնդիրներ կան, դա եւս պետք է դառնա քննության առարկա։ Հետևաբար միջադեպի առումով ես բնականաբար գնահատական տվող չեմ, որովհետեւ ես չեմ քննություն իրականացնող մարմինը, բայց եթե կան կասկածներ եւ եթե կան մտահոգություններ միջադեպի ժամանակահատվածում ուժի կիրառման համաչափության հետ կապված, դա պետք է դառնա քննության առարկա, ինչպես միջադեպի մնացյալ բոլոր հնարավոր հանգամանքները։ Առանց եթեի կան։ Դե հարգելիներս բազմաթիվ տեսանյութեր են տարածվել եւ մարդիկ էլ բարձրաձայնում են, հա, դրա մասին, այսինքն ինքը անձը կամ չգիտեմ անձն է թե նրա պաշտպանական թիմն է, ամեն դեպքում մարդիկ բարձրաձայնում են դրա մասին, հետեւաբար դա պետք է դառնա քննության առարկա։ Մեղադրանքի հետ կապված բարձաբանումները մենք արդեն իսկ պահանջել ենք առաջին պահից, երբ որ հրապարակային տեղեկատվություն է հարցի հետ կապված եղել, դրա վերաբերյալ բարձաբանումները ստանալուց հետո ես ինքս հնարավորություն ունենամ շատ ավելի մանրամասն վերլուծելու, որովհետև այս պահին դրա հնարավորությունը համենայն դեպս մյուս կողմին լսած չլինելու պայմաններում ինքս չունեմ, երևի թե հիմնական բանը որ պիտի ասեմ այն է, որ անձի ազատությունից զրկման հետ կապված մտահոգությունները կարծում եմ յուրաքանչյուրս ունենք, ես ինքս որպես մարդու իրավունքների պաշտպան իհարկե դարձյալ շեշտադրելով, որ պահպանում եմ այն արգելքը, որն իմ օրենքով է սահմանված, որևէ կերպ չմիջամտելու դատական իշխանության մարմինների գործունեությանը եւ այլն, ամեն դեպքում ես ինքս մտահոգություններ ունեմ այս դեպքով ազատազրկման հետ կապված, բայց այս պահին նաեւ իմ հանձնարարությամբ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են քրեակատարողական հիմնարկում, անձի հետ արդեն իսկ տեսակցել են, մենք այո, շուտով նաեւ մի փոքր հրապարակային տեղեկատվություն կտանք։ Միայն Ռուսաստանի ներկայությունը Հայաստանի ապաշրջափակման գործընթացում կարող է շահերի հավասարակշռություն ապահովել, հայտարարել է Ալեքսեյ Օվերչուկը, հավելելով, որ Հայաստանի ապաշրջափակումն անհրաժեշտ է ամբողջ Հարավային Կովկասի զարգացման համար։ Կարևոր է հասկանալ, որ Հայաստանի ապաշրջափակումը Ադրբեջանի երկու հատվածների միջև հարմար տրանսպորտային հաղորդակցության բացումն ու Մեղրու հատվածի վերականգնումը անհրաժեշտ են ամբողջ Հարավային Կովկասի խաղաղ զարգացման համար։ Առանց այդ ճանապարհի այնտեղ խաղաղություն չի լինի, բայց այն կարելի է կառուցել միայն հաշվի առնելով տարածաշրջանի բոլոր երկրների շահերի բալանսը։ Իսկ դա կարող է ապահովել միայն Ռուսաստանի ներկայությունը, նշել է փոխվարչապետը։ Օվերչուկի խոսքով, բացի թուրքականից, հայկական երկաթուղիները մշտական ուղղակի մրցակցության մեջ են լինելու արդեն գոյություն ունեցող Բաքու-Թբիլիսի Կարս երկաթուղու հետ, որն արդիականացվում է։ Իրանում էլ Օվերչուկի խոսքով Թրամփի ուղուն զուգահեռ ավարտվում է ժամանակակից ավտոմոբիլային ճանապարհի շինարարությունը։ Բացի դրանից քննարկվում է Մեղրիի հատվածին զուգահեռ Ադրբեջանից Իրանի տարածքով դեպի Նախիջևան երկաթուղու կառուցման հարցը։
Սուրբ Աննա եկեղեցում միջադեպից հետո կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի վիճակը Աբովյան քրեակատարողական հիմնարկում կտրուկ վատացել է։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։ Շնչահեղձություն է ունեցել, լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ Դավիթը վերակենդանացման բաժանմունքում է։ Հիշեցնենք, գործով 3 անց ձերբակալվել է, նրանցից 2-ը 18 տարեկան երկվորյակ եղբայրներ են։ Դավիթ ու Միքայել Մինասյանները, երրորդը հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանն է։ Փաստաբանի խոսքով եղբայրներն ունեն բանտարկության հետ անհամատեղելի հիվանդություն։ 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել է, նրա եղբայր Միքայել Մինասյանն ազատ արձակվել, նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգել խափանման միջոցը։ Նույն գործով անցնող հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը եւս ազատ էր արձակվել 5 միլիոն դրամ գրավի դիմաց։ Նախորդին նրան այցելել էին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներ ու զրուցել։ Առողջական վիճակը կտրուկ վատացել էր վիճակը, արդեն տեղեկացրել են Կարմավիր ՔԿ-ից, նրան տեղափոխեցին Աբովյան ՔԿՀ, բժիշկների հետազոտության արդյունքում, քանի որ գիտակցության կորուստի արդեն գիտեք նորից չկրկնվեմ, շտաբօգնություն հրավիրվեց, տեղափոխվեց Աբովյան ԲԿ-ում, քանի որ նա կոմպլեքս հիվանդություններ ունի եւ ինչպես Մարիներ ասել 9 օր է կանից նա բուժվել էր այս բուժ կենտրոնում։ Մի դեղը հակասում է մյուս դեղին, մի ներարկումը մյուս ներարկումին։ Ամբողջ այդ Աբովյան ԲԿ-ում Գանեն զանգում էր իր բուժող բժիշկներին, հարցնում էր ընդունենք մագնեզիում կարելի է, թե չի կարելի, այս մյուսի հետ կարելի է, թե չէ։ Եվ որոշում կայացվեց, որ երեխային տղային պետք է տեղափոխենք այստեղ։ Այս պահի դրությամբ այլ նորություններ չունեմ, միայն մեկ իր քրոնիկ խնդիրներով պայմանավորված է վատթարացել, թե հոգեբանական Բոլոր խնդիրները միասին կան, առաջացել են նաև այլ խնդիրներ, որոնք չեմ կարող հրապարակայնացնել։ 3 պաշտպան Էլբակյաններ այցելել, որոշակի գանգատներ էր ունեցել, դրա հետ կապված գիշերը մենք նորից իրեն այցելեցինք, նորից էլի զգացինք, որ լավ չի ինքնազգացողությունը վատթարացել էր, գլխացավ էր, շնչահեղձություն եւ այլն։ Այսօր առավոտյան տեղեկանում ենք, որ տեղափոխել են Աբովյան քրեակատարողական հիմնարկ, մենք այնտեղ իրեն չենք հասցրել տեսնել, որովհետեւ երբ որ հասանք Աբովյան քրեակատարողական, արդեն տեսանք, որ բժիշկները վազում են, բոլորը վիճակը վատացել էր։ Վիճակը վատացել էր, ասացին, որ ուշագնացության բան է եղել, շնչահեղձություն է եղել, արդեն Դավիթին տեսել ենք Աբովյան բժշկական կենտրոնում, որտեղ տեղափոխվեց շտաբ բուժօգնությամբ, Աբովյան բժշկական կենտրոնում այդտեղ ծրագրով դե նայում են ինչ է եւ այլն փաստաթղթերը բժշկական, որոշում կայացվեց տեղափոխել նա իր բժշկական կենտրոն, իսկ իր ինքնազգացողությունը եւ վիճակը դե բնականաբար լավ չէր։ Այն ինչ որ ես եմ տեսել դեռ երեկվանից այդ իր գլխացավերը, շնչահեղձությունը, որ ինքը ասեց, եղունգները կապտած էր, այդ ես եմ տեսել դա արդեն, սառը քրտինքը եւ այլն։ Հիմա այս պահին նոր ինձ տեղեկացրեցին բժիշկները, որ որոշումը կայացվի, որ պետք է պարկի, որովհետեւ ենթակա չէ տեղափոխվում։ Պայմանագրային զինծառայող է մահացել։ Ապրիլի 2-ին Պաշտպանության նախարարության զորավարժադաշտում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասի զինվորական պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, եւ 532-րդ հոդվածի 3-րդ մասի զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտել է, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ հատկանիշներով։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական եւ վարութային գործողություններ։ Վաղաշաբաթի ընտրությունների ընտրակաշառքի գործով 62 անձի նկատմամբ քրհետապնդում է հարուցվել, ձայնագրություն է հրապարակվել։ Հակակոռուպցիոն կոմիտեի լայնածավալ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ մի խումբ անձինք նպատակադրվել են ընտրակաշառք բաժանել Արմավիրի մարզի վաղաշաբաթ համայնքում տեղի ունեցած ավականու ընտրություններն իրենց օգտին քվեարկելու համար։ Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով խմբի անդամները հավաքագրել են հիմնականում Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամների, որոնք հանրության շրջանում ունեցել են լայն կապեր եւ բազմաթիվ ծանոթներ։ Արդյունքում 5 տասնյակից ավելի անձանց խոստացել են 50,000 դրամի չափով ընտրակաշառք, պայմանով որ ընտրություններում կքվեարկեն հայրենիք կուսակցության տեխնացուի օգտին։ Հանցանքն ավարտին հասցնելու եւ այդ նպատակով գործընթացն ամբողջապես վերահսկելու համար խմբի անդամները կատարել են դերերի հստակ բաշխում, կազմել հավաքագրված ընտրողների ցուցակներ, իսկ ընտրության օրը հեռախոսակապի մեջ են եղել հավաքագրված քաղաքացիների հետ։ 56 հոգի, 57 հոգի մարդա, էդի քիլոմետր, իմ ու քո մեջ եմ արին ջանալու, մինչև տենակ առավոտում ոսանի չանան։
իմ հայացողի։ Եթե 5-ով հաշվես, դիներ 2.850.000, 1.5 ինչ կա։ Այդ որին հետո մային ջան չէին հավատա, կասեն երևի մենք իրեքով վերցրել ենք։ Կասեն երևի 15 կամ 20-ները վերցրել են, 30-ները տալիս են, հետո մենք ընկնենք մեջ է։ Համար ամեն մարդ իր երամի համար պետք է աշխատի։ Ուրիշի երամ։ Ասա։ 1.5 ինչ է խայտարակություն։ Ինքը տվին ծերները ճամփուտին քետի հերախոսային խոսակցություն չի։ Հիմա այսօր ամենավատ օրն է հենց բռնելու։ Հասկացա՞ր։ Իսկ ինչ եկու ծեր կկանեին կասեին բան են արել, ծախվեցին հանրապետականները։ Դե տենց է հոշական անիկը։ Ասի Ռուզան, քրոջը լեզուն ասա մացանի թե ես ձեզ ասի ես ինչ կանեմ ասեցի։ Եթե ինչքան մարդկային եկել, ասի մի տնից եկել եք 3 հատ ցուցակ եք դե։ Խաթր արեցի, ասի ջանդամ դմերա իմ ջեբից չի եթալու։ Ասի ոչ մեկի հիմար չի ասեցի, որ դուք 60 ձայն եք դե 3-ով ասի։ Այդպես ոսեցի անիկի պայմանավորվածությամբ հետ մարքեթինգ երեք։ Ես ինչ է ողորմությունը դելասեն 20 մանեթով ծախվեցին։ Մեկը մեկից 6 հատ տականք են, իրանք գրպանները լսեն, մարդկանց բանոսն իրանք գրպանները լսեն։ Հայ իրանք հետ համազանության չեկավ, համազանության չեկավ, նրանք ասեցին դե որ անտեր մարդիկ են, կային այսքանը տան քերիք է էլի։ Հա, դե ինչ խցենք։ Բայց ինչով էս կնիգա էտում լավ ո՞մ թուլենա, որ կարամտես թուլի դեր դնում ասում։ Թուլա է։ Ես այդ վերջի օրեր որ եկան, ասի սրանի ցակ կարծում, ասի ձեռով ցույց եմ տվել։ Ազնիվ չի ասել, թե այսպես եմ արի։ Ասել եմ եթե հանկարծ սրանից պակաս կնի, իսկ մի վրա չերևակ։ Ինչով ողորմություն եք հավաքում։ Հետո կային ասեն հանրապետականի մի մանեթով առանք։ Ոչ մի բան չեն անի, եթե իրանք շատ ձեն հավաքեին, պետք է մերոնցով հավաքեին։ Դրա համար Մարին ջան, սրանք որ արդեն իմացել են ընդեր ինչա կատարվել, հենց իրանք բանեցան ենք։ Դրա համար ասեն բրիլյանտ տվին, եթե ուղղակի երևի մի քիչ Սերժից բանալնելով վերեցին ասեցին էսի վեկալեք, նվեր ենք տալի։ Հիմա էլ նվեր շփոթիկ ձեր մռութներին։ Դե չեմ մանում նով ինչա մտածել, նարդի Չէ մտածել, լավ իմացել են ասել։ Կրվեց այդ փաստը, մենք ընդդիմություն չունենք, ընդդիմությունը կրվեց։ Թողալեն իրար ուտեն հիմա։ Սիրվա ջան, նայ, մենք ժամը 6-ից զանգում էինք այդ արցախցիներին, որտեղ եկե գրանցվել էին հեռախոսի համար էին թողել բան։ Ասեցինք հələ տենան գնացել է, թե չեն գնացել։ Աչի մեր երկուսը կային են վիրավորեցին այդ աղջիկը, ասաց անջատ է հեռախոսը։